Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պեչմյանցնի տունն է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Մենք եկել ենք Մայրաթոր, սակայն մեր իշխանությունները լրիվ այլ կարծիքի են, այս փաթորը Նիկոլ Փաշինյանը գնացել էր Թուրքիա, հանդիպել էր Էրդողանին, ինչ կասեք այդ մասով։ Բայց մեր իշխանություններն են։ Հայաստանի։ Տեսեք, նախ նորից մեկ անգամ եւս ուզում եմ բոլորիս շնորհավորել այս Սուրբ տոնի կապակցությամբ եւ ուզում եմ մեր օգտվելով առիթից մեր հայրենակիցներին նաեւ կոչ անել, որ այս օրը գան Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ իրենց օրհնություն ստանան եւ սա շատ կարեւոր է։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այցին, կարող եմ ասել, որ մեզ համար համենայն դեպս անակնկալ չէր, իր քաղաքականության շարունակությունն է։ Տեսեք, այս ամբողջ ամիսների, տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև իր խոսույթով, նաև իր տարբեր հարցազրույցներով ասել է, որ գնում է ոչ թե դեպի արևմուտք, ոչ թե դեպի արևելք, ոչ թե դեպի հյուսիս-հարավ, այլ ուղիղ Թուրքիա եւ այն վերջի շրջանի նաև իր հանդիպումները Տիրանայում ցույց տվեց, որ Էրդողանը այն միակ անձնավորությունն է Ալիևի հետ, որին անվերապահորեն ընդունում այս իշխանությունը։ Դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով իր են հայտարարությունները, որ Հայաստանը մեծ Թուրանի ճանապարհին արգելք չի, խոսում է նրա մասին, որ Հայաստանին փորձում են մաս կազմել Թուրանական ծրագրի։ Դա կործանարար է, դա չի կարող տեղի ունենալ մի պարզ պատճառով, որովհետև դրա գործարկման րոպեից շամից սկսած Հայաստանի հետ հաշվարկը արդեն պիտի հաշվեն։ Եվ նաև այս ռեպրեսիաները, որ այս վերջին օրերի ընթացքում Սրբազան, պայքարի, հայ հեղափոխական դաշնակցության ակտիվին շրջաներում ձերբակալություններ, հետապնդումներ, խոսում է նրա մասին, որ նաև իշխանությունները վախեր ունեն, որ մեր հայրենակիցները թույլ չեն տալու, ակտիվ հակազդեցություն լինելու եւ Հայաստանը Թուրանական ծրագրի մաս չի կազմելու։ Ճիշտ է, որևէ փաստաթուղթ չի ստորագրել Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց մեր այս տարիները մեզ դաս են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նաև բանավոր փոխհմբռնումներով կարևորագույն հարցերում զիջումներ անել կենսական նշանակության խնդիրների շուրջ եւ դա նաև մի շատ կարևոր արձանագրում պետք է անենք, որ երեք Ջեյհուն Բայրամովը, այնուհետև նաև այլ պաշտոնյաներ Ադրբեջանի հայտարարեցին, որ Հայաստանը պարտավորվածություններ ունի ադրբեջանցիների, այստեղ վերաբնակեցման խոսքը 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցումն է, սահմանադրության փոփոխության, ճանապարհի տրամադրման, այսինքն այս գործընթացները իրենք համարում են, որ ակտիվ փուլի մեջ է։ Եվ սա չի կարող մեզ չանհանգստացնել եւ չի կարող մեզ, այսինքն այս process-ներից հեռու պահել։ Մենք պիտի կարողանանք այս ծրագրերի իրենց այս գործանարար ծրագրերի ողնաշարը ջարդել կոտրել։ Դուք խոսեցիք ձերբակալությունների մասին, ուրբաթ օրը տեսանք մի շարք ձերբակալություններ տեղի ունեցան, ինչի համար դա տեղի ունեցավ, ինչ էր ուզում Նիկոլ Փաշինյանը դրանով ցույց տալ։ Տասնյակ ակտիվիստներ ձերբակալվել են, դրանց թիվը հասնում է մոտ 100-ի, տեսակ, որ վաղ առավոտ ծովանից արդեն ոստիկանական ուժերը կենտրոնում էին, արդեն հանրապետության հրապարակում էին եւ ինքը հասկանում է, որ այլևս ինչքան էլ բռնաճնշումներ գործադրի, ինչքան էլ բիրտուշ կիրառի, այլևս հնարավոր չի լինելու կասեցնել այն ըմբոստությունը, այն հակազդեցությունը, որ կա հայ ժողովրդի կողմից։ Ցանկացած քայլի դեպքում ժողովուրդը դուրս է գալու փողոցները եւ վռնդելու այս իշխանություններին եւ ինքն էլ իր համապատասխան տակտիկան է որդեգրել, այսինքն ինքն էլ ուզում է դրանով փորձել ճնշել, վախեցնել, հեռու պահել հատկապես այն ակտիվ մարդկանց, որոնք որ բոլոր պայքարների ժամանակ ակտիվ ներգրավվածություն են ունեցել, իրենց բողոքի ձայն են արտահայտել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ ռեպրեսիոն համակարգը գործել է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, մարզերում,
քաղաքներում, գյուղերում եւ նաեւ մայրաքաղաք Երևանում, ամեն դեպքում նաեւ իրեն են զեկուցել Նիկոլ Փաշինյանին, որ ցանկացած քայլի դեպքում կա մի հոց մեր հայրենակիցների մի զանգված, որը որ իրեն այդ հակազդեցությունը ցույց է տալու եւ ինքը այլևս դրանից հետո իշխանություն չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը շարունակ հայհոյում է սրբազաններին, վեհափառին, ասում է, որ պետք է նոր ընտրություններ լինեն կաթողիկոսի։ Որն է սրա վերջնակետը, ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը սրանով։ Թուրքական պահանջ է, այդ էլ ադրբեջանական պահանջ է։ Դուք տեսնում եք սինխրոն այն արտահայտությունները, որ հնչում են Ալաշուկյուր Փաշազադեի կողմից, թիրախավորելով մայրաթոռը եւ նաեւ հայ հոգեվորական դասին, եւ դրանից հետո նույն խոսույթով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Ասենք սա կարող ենք փաստել, որ ծրագրերը նպատակները մեկ են, հեղինակազրկելու, փորձելու ամեն ինչ անել այն հենասյունը, որ կա, որը որ միշտ հանդիսացել է մեր ժողովրդի կարևորագույն առանցքային հայապահպան, ազգապահպան նշանակություն ունենալու, ոչ միայն հոգևոր, այլ նաև գիտեք, որ հարյուրամյակներ պետականություն չունենալով եկեղեցին են կարևոր ֆունկցիա կատարել, թե Հայաստանում, թե նաև Սփյուռքում, որ անգնահատելի է։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ թուրքական, ադրբեջանական ծրագրի մի մասն է կազմում, դա իրեն չի հաջողվելու, տասնյակ հազարավոր մեր հավատավոր հայրենիներ նաև իրենց պատրաստականություն են հայտնելու պաշտպանել եկեղեցին են վերջի պատվարը։ Դրա մասին նաև վերջերս խոսեց ազգային բարերար Սամվել Կարապետյանը, այնուհետև իր նկատմամբ տեղի ունեցան այդ բռնաճնշումները, հետապնդումը, կալանավորում, ձերբակալությունը եւ ես համոզված եմ, նորից եմ կրկնում, որ դա մնալու է իր կոկորտում, ինքը այս պատերազմը, որ հայտարարել է, իր վերջին այսպես ասած ճակատամարտ ինքը տանուլ է տալու, որովհետեւ մեր ինքնության պահպանության գործում համոզված եմ, որ շատ մարդիկ ոչ միայն հասարակ մեր քաղաքացիները, այլ նաև թե մտավորականները, թե ուրեմն բարեգործները, թե տարբեր շրջանակների մարդիկ նորից եմ կրկնում, ի պաշտպանություն եկեղեցու կանգնելու են։ Դա մեր սուրբ պարտականությունն է։ Մենք այլ ընտրանք չունենք, դրա մասին նաև գիտի իշխող ուժը։